Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր մարտի 25-ն է եւ սա արդեն մեր երկրորդ հաղորդումն է։ Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչիի այցը Հայաստան։ Նա հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ, հետո նաեւ հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ։ Կարևոր հայտարարություններ են հնչել, բավականին կարևոր, դրանից բացի այսօր կարևոր հայտարարություններ է արել նաեւ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Այս հարցերը պետք է մենք քննարկենք Հայաստանին վերաբերող հարցերի շուրջ եւ բնականաբար վերջում կանդրադառնանք նաեւ միջազգային կարևոր հարցերի։ Բայց ավանդության համաձայն սկսում ենք Հայաստանից եւ հիշեցնեմ անպայման լայքերի համար։ Այդ լայքերը մեզ հարկավոր են, չափազանց կարևոր են մեր համար, որպեսզի այս տեսանյութը մեծ տարածում ստանա եւ մեր աշխատանքը կարողանա արդյունքներ տալ։ Ինչպես գիտեք, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին այցելել է Հայաստան, գտնվում է Հայաստանում, հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ եւ կարևոր հայտարարություններ են հնչել, հատկապես քննարկման հիմնական թեմաներից մեկը եղել են հայ-ադրբեջանական հարաբերությունները, խաղաղության պայմանագիրը, Իրանը ողջունել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել խաղաղության պայմանագրի շուրջ, Իրանի դիրքորոշումը նաեւ չափազանց կարևոր է եւ Իրանը խոսում է այն մասին, որ անընդունելի է տարածքային փոփոխությունները անընդունելի են, հայ-իրանական սահմանը պետք է մնա անդրդվելի եւ հստակ հասկացնում է, որ ճանապարհները պետք է ապաշրջափակվեն հաշվի առնելով երկրների ինքնիշխանությունը, սուվերենությունը, տարածքային ամբողջականությունը, այսինքն ոչ մի միջանցք ընդունելի չի Իրանի համար եւ Իրանը բազմաթիվ անգամներով հայտարարել է, որ Իրանի համար ընդունելի չեն միջանցքները, միջանցքների տրամաբանությունը ընդհանրապես մերժելի է Իրանի համար եւ շատ կարեւոր է, որ հիմա Աբբաս Արաքչին դա նույնպես կրկին մեկ անգամ եւս հնչեցրեց Հայաստանում եւ նա համաձայնվեց, այսինքն ընդունելի համարեց եւ ողջունեց խաղաղության խաչմերուկ ծրագիրը, որը որ առաջարկվել է Հայաստանի իշխանությունների կողմից, հատկապես Հայաստանի վարչապետի կողմից։ Դրանից բացի շատ կարևոր է, որ Իրանը կարևորում է նաեւ երկրների անկախությունը տարածաշրջանում, այսինքն ոչ միայն տարածքային ամբողջականություն, այլ ինքնիշխանությունը, դա չափազանց կարևոր է այս բարդ պայմաններում։ Իրանը նաեւ խոսել է միջազգային հարցերից, հələ մինչեւ դա էլ Իրանը նաեւ կոչ է արել Ադրբեջանին եւ Հայաստանին շուտ ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Ի պատասխան Արարատ Միրզոյանը ասել է, որ Հայաստանը առաջարկել է Ադրբեջանին շուտ ստորագրել այդ խաղաղության պայմանագիրը, բայց այս պայդրությամբ դեռևս այդ մասով ոչ մի արձագանք չկա, ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել, թե երբ եւ որտեղ կարելի է ստորագրել խաղաղության պայմանագիրը, այսինքն ժամկետների եւ վայրի մասով բնականաբար դեռևս կա անորոշություն։ Մենք գիտենք, որ քանի օր Ադրբեջանը նաեւ ապատեգի կատաղություններ տարածում, թե իբր հրադադարի խախտում է տեղի ունենում եւ դա տեղի ունեցավ միանգամից նրանից հետո, երբ որ պայմանագրի ավարտի մասին հայտարարվեց ադրբեջանական եւ հայկական կողմից։ Արարատ Միրզոյանը նաեւ առաջարկել է միջնորդական կարևոր դերակատարություն եւ այստեղ կային մեկնաբանություններ, թե Հայաստանը չի կարող միջնորդ լինել, նույնիսկ փորձել էին ծիծաղի սմայլիկներ դնել, ասեմ, որ սխալվում է քարքերիներս, Հայաստանը կարող է իրոք միջնորդական դերակատարություն ստանձնել։ Եթե Հայաստանի համար եվրոպական երկրները Եվրամիության անդամ երկրներն են, ապա Իրանի համար Եվրոպան դա արդեն Հայաստանն է։ Դա արդեն Հայաստան է, շատ իրանցիներ այդպես էլ անցալում են, երբ որ գալիս են Երևան, իրենք պատկերացնում են, որ իրենք գալիս են Եվրոպա։ Եվ հաշվի առնելով այսօրվա դինամիկան, հարաբերությունների Հայաստանի եւ Եվրոմիության երկրների միջեւ Հայաստանը իրոք կարող է միջնորդի դերակատարություն ստանձնել եւ պատահական չէ, որ Արարատ Միրզոյանը հստակ խոսում է այդ մասին։ Եվ ես էլ եթե խոսում եմ, ուրեմն հիմքեր կան, որ այդ մասին մենք խոսում ենք։ Իրանը այստեղ բավականին հետաքրքիր դիրքորոշում ունի։ Աբբաս Արաքչին ասում է, որ 3 եվրոպական երկրների հետ բանակցություններ ընթանում են, բանակցությունները երբեք չեն ավարտվել, հատկապես ատոմային ծրագրի շուրջ, նաեւ նա կարեւորել է Սև ծովով, Իրանով Սև ծովով դեպի Եվրոպա
այն ճանապարհը, որի մասին որ երկար տարիներ արդեն խոսվում է, Հնդկաստանից Իրան, Իրանից Հայաստան, Հայաստանով Վրաստան, Սևսովով Եվրոպա։ Գիտեք այդ ծրագրի մասին, այսինքն Իրանի համար Հայաստանը իրոք ճանապարհ է դեպի Եվրամիություն։ Բայց նա խոսել է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների նամակից, Դոնալդ Թրամփի նամակից եւ ասել է, որ դերևս պատասխան չկա։ Մեծ հաշվով նոր ոչինչ չի ասի այդ մասով Աբբաս Արաղչին, ասելով, որ իրենք պատրաստում են նամակ պատասխան Ամերիկայի Միացյալ Նահանգներին, չեն հրաժարվում բանակցություններից, հրաժարվում են ուղիղ բանակցություններից, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգները սպառնալիքները հնչեցնում, պատժամիջոցներ է կիրառում, բայց ընդհանուր առմամբ Իրանը երբեք չի հրաժարվել բանակցություններից եւ այդ բանակցությունները հիմա տեղի կունենան միջնորդների միջոցով։ Հիմնականում սա էր, սիրելի հայրենակիցներ, եթե կարճ ներկայացնենք Աբբաս Արաղչի այցը Հայաստան, հնարավոր է դեռ նոր հաղորդագրություններ ունենանք Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից, չնայած որ կա արդեն հաղորդագրություն, որ հանդիպումը տեղի ունեցել, բայց եթե հետաքրքիր ինչ-որ կարևոր հայտարարություններ լինեն, որոնք որ արժի քննարկել, մենք միանշանակ այդ հարցը եւս կքննարկենք։ Այսօր հետաքրքիր հայտարարություններ է արել Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, եւ նա հստակ նշել է, որ Հայաստանը չի ցանկանում եւ չի վերադառնալու Իրակոմ այն ֆորմատին, քննարկումների ֆորմատին, ճանապարհների ապաշրջափակման մասով։ Դա շատ կարևոր ուղերձ էր, իրոք շատ կարևոր ուղերձ էր, քանի որ Ռուսաստանից անընդհատ մանտրայի նման շատ հաճախ հնչում են այդ հայտարարությունները, որ Ռուսաստանը կոչ է անում, պատրաստ է, ցանկանում է, որ Իրակոմ ֆորմատով քննարկվեն տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերը։ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասով էլ հստակ ինքը ասել է, որ այնինչ տեղի ունեցավ 20, 21, 22, 23, 24 թվականներին հարցեր է առաջացրել եւ այդ հարցերի պատասխանի հաստատի որոնման մեջ հայկական կողմը այդ հարցերը ուղիղ տալիս է եւ Հայաստանը ոչ թե վեկտոր է փոխել, այլ Հայաստանի վեկտորը իրոք Հայաստանի ինքնիշխանությունն է եւ տարածքային ամբողջականությունն է։ Այսինքն Հայաստանի ինքնիշխանության պահպանումը ամենակարևոր վեկտորն է Հայաստանի եւ Հայաստանը հստակ հետեւողականորեն քաղաքականություն է կառուցում, ելնելով իր ազգային շահերից, ազգային ու պետական շահերից։ Ճիշտ է, բանացի դա չի ասել Ալեն Սիմոնյանը, բայց հստակ դա էր իմաստը նրա ասածի եւ հստակ ուղղակի ասած այն էր, որ եթե կան կոնկրետ հարցեր, կոնկրետ խնդիրներ կան ռուսական կողմի հետ, այդ հարցերը միշտ էլ բարձրացվում են, բայց երբ որ հարցեր չկան եւ որ հարցերի շուրջ որ հարցեր չկան, այդպիսի հարցերը բնականաբար չեն բարձրացվում, քանի որ եթե չկան ինչ-որ հարցեր բարձրացվելու, օրինել ինչ-որ անիմաստ է ինչ-որ հարցեր օրինել։ Մոտավորապես ես այսպես եմ հասկանում իր ասածները եւ լոգիկան այն է, որ կոնկրետ բոլոր խնդիրները ռեալ պատճառներ ունեն եւ այդ հարցերը բարձրաձայնվում են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասով։ Հապկի մասով էլ նա ասում է, որ փաստացի ոչինչ չի փոխվում, ինչ որ ասում էինք երեք, ասում ենք նաեւ այսօր, այդպես 20, 21, 22, 23, 24 թվականների հիշատակումով միտքը հենց դա էր։ Եվ կարևոր հայտարարությունը այն էր հապկի մասով, որ հապկը պետք է իրեն վերանայի ու հասկանա գոյություն ունի թե չունի։ Ու եթե գոյություն ունի, ապա որտեղ են իր սահմանները։ Եվ դրա հետ մեկտեղ ինչ պետք է անի հապկը եւ ինչ չի արել։ Այսինքն այստեղ եւս շատ հստակ է ասում Ալեն Սիմոնյանը, թե որտեղ են ընդհանրապես հապկի սահմանները, հապկը գոյություն ունի թե չէ եւ ինչ պետք է անի, որը որ չի արել։ Սա շատ կարևոր հարցեր են եւ իրոք Հայաստանի դիրքորոշումը այդ պատճառով է առաջացել, թե չէ այնպես չէ, որ ուղղակի մենք ուզում ենք հապկից հեռանալ եւ հապկից հեռանում ենք։ Հապկը չի գործել, հապկը լքել է Հայաստանին, պայմանագրերը չի իրականացրել, դրա մասին բոլորը գիտեն, կարծում եմ անիմաստ է կրկնվել եւ հենց դա է պատճառը, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը հապկին եւ ես կարծում եմ, որ վաղուց արդեն ժամանակն է կոնկրետ վերանայել Հայաստանի հապկում մնալու հարցը։ Նրանք էին Հայաստանին հիմնականում վերաբերվող հարցերը, իրոք շատ կարևոր հայտարարություններ էին։ Միջազգային հարցերից, կարևոր հարցերից Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև բանակցություններն էին Սաուդյան Արաբիայում, որոնք որ փաստացի տևել են ոչ թե 10 ժամ, այլ նույնիսկ 12 ժամ,
նոր տեղեկությունները այդպես են, որ 12 ժամ են տևել այդ բանակցությունները, բայց կողմերը մեծ հաշվով չեն եկել համաձայնության։ Հիմնական հարցերից մեկը Սև ծովի վրա հրադադար հաստատելու հարցն է, բայց քանի որ ընդհանուր հայտարարի չեն եկել, դրա համար էլ հայտարարություն համատեղ չի եղել ամերիկյան եւ ռուսական կողմերից։ Բայց Լավրովը մի քանի հայտարարություններ է արել եւ ասելով, որ եթե Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան, եվրոպական երկրները, հատկապես Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան չաջակցեին Ուկրաինային, ապա Ուկրաինան վաղուց պարտված կլիներ եւ Ռուսաստանը վաղուց հասած կլիներ իր նպատակներին։ Այսինքն հիմա փաստացի ռուսական կողմը ոչ թե Ամերիկայի Միացյալ Նահանգներին է մեղադրում, նույնիսկ չեն հիշատակում Ամերիկայի Միացյալ Նահանգները, այլ կոնկրետ Ֆրանսիային եւ Մեծ Բրիտանիային Ուկրաինային օգնելու մեջ եւ ասում են, որ իրենց հայացքները Թրամփի հայացքներից տարբերվում են։ Այսինքն եվրոպական երկրների հայացքները Թրամփի հայացքներից տարբերվում են։ Ինչ է տեղի ունենում իրականում Ամերիկայի եւ Ռուսաստանի այդ բանակցային գործընթացի մեջ դժվար է ասել, բայց հստակ երևում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ավելի շատ հակված են զիջումների գնալ Ռուսաստանին, ինչը բնականաբար ձեռնտու չէ Ուկրաինային եւ Ուկրաինան հրաժարվում է շատ մեծ լուրջ զիջումների գնալ եւ կան կարմիր գծեր, որոնք որ Ուկրաինան չի անցել, չի հատել եւ չի էլ երևի թե հատելու եւ դա ստիպում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին ինչ որ միտեղ նույնպես պահել Ուկրաինայի դիրքորոշումը։ Միգուցե մեծ հաճույքով նրանք դա չեն անում, բայց ստիպված են անել, քանի որ գիտենք մոտ 1 շաբաթ առաջ 1 շաբաթ 10 օր առաջ երկար բանակցություններից հետո նույն Սաուդյան Արաբիայում ուկրաինական եւ ռուսական կողմերի միջև փոխհմբռնում էր տեղի ունեցել, բոլոր հարցերը բանակցվել էին, երևի թե այդ ամենը փաստաթղթերով արդեն գրավոր տեսք էր ստացել եւ դա է պատճառը, որ հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները երկար բանակցում են Ռուսաստանի Դաշնության հետ։ Ուղիղ բանակցություններ ուկրաինական եւ ռուսական կողմերի միջև չկա, չնայած որ ուկրաինական կողմը եւս ներկա էր այդ բանակցություններին։ Ես որքան հասկանում եմ, առանձին Ամերիկայի Միացյալ Նահանգները բանակցում են ուկրաինական կողմի հետ եւ հետո ռուսական կողմի հետ։ Եվ ահա նոր նաեւ հաղորդագրություն տարածվեց, որ հանդիպում է տեղի ունեցել Աբբաս Արաքչիի եւ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի միջև, նաեւ պատվիրակությունների միջև է հանդիպում տեղի ունեցել։ Մեծ հաշվով այդտեղ եւս նորություն չկա, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, կարևորվել է հայ-իրանական համագործակցությունը եւ այդպես շարունակ։ Այս պահի դրությամբ այսքանը, սիրելի հայրենակիցներ, կրկին հիշեցնեմ լայքերի համար, բաժանորդագրվեք, եթե չեք բաժանորդագրվել մեր ալիքին, գրեք նաեւ ձեր կարծիք անպայման մեկնաբանությունների մեջ, որքան հասցնում հետևում եք մեկնաբանություններին, երբեմն դրանք այնքան շատ են, որ իրոք ժամեր են պահանջում, որպեսզի մենք կարողանանք դրանց բոլորին հետևել, եթե չենք էլ կարողանում մեկ-մեկ ներողամիտ գտնվեք, բայց փորձում ենք ամեն դեպքում հետևել եւ արձագանքել բոլոր մեկնաբանություններին։ Հաջողություն, կհանդիպենք։